Բարի լույս, բարի օր, իմ շատ սիրելի բաժանորդներ, հարազատներ, ընկերներ ջան։ Թող բոլորիս օրը լցված լինի խաղաղությամբ, բարությամբ, օրհնությամբ, ունենանք լավ, գեղեցիկ օր։ Սիրելիներս, այսօր Տիկին Մարինեն ձեզ համար այսպիսի գեղեցիկ ափսե է բերել, մրգերով ափսե եմ բերել ձեզ, բերել եմ նաև հոնի կոմպոտ, գույնը տեսեք ինչքան գեղեցիկ է, համնել էլ ասելու չէ, շատ համեղ է, բերել եմ նաև այս գեղեցիկ ծաղիկները, դրել եմ և հիանում եմ այս ծաղիկների գեղեցկությամբ, ամեն մի ծաղիկով սիրելիներս, ճիշտ է, թարմը չէ, 4 ծաղիկներ են, բայց ես նաև սիրում եմ 4 ծաղիկներ, սիրով բոլորիդ էլ կնվիրեմ սիրելիներս, այստեղ ունեմ նաև հոնի կոմպոտ սուրճի փոխարեն, այսօր ձեզ հետ միասին առաջին անգամ պետք է սուրճ չխմեմ, որովհետև սիրելիներս հյուր ունեմ, պետք է արդեն հյուրը գա, հյուրի հետ միասին կխմենք և արդեն ընթացքում ցույց կտամ ինչ հյուր ունենք և ինչ ենք պատրաստելու, իմ լավ բարեկամներ, այսօր մեր հյուրը պետք է մեր խոհանոցում պատրաստի, թե ինչ, հետևեք ալիքին, կտեսնեք ինչ է պատրաստելու մեր հյուրը, ասեմ, որ մեր հյուրը մեր ազգից չի, հայ չի, այլ ռուս է, ընթացքում ինչքան հնարավոր է ցույց կտամ, որովհետև չի ցանկանում, որ իրեն ցույց տամ կադրի մեջ, բայց խոստանում եմ, որ ընթացքը ինչ-որ մի մաս ցույց կտամ բոլորիդ, սիրելիներս, մնացեք այդպես ուրախ, մնացեք այդպես բարի, գրեք բոլորին ջեր խոսքեր, ջեր մեկնաբանություններ, ինչպես ինձ եք գրում, շնորհակալ եմ անսահման ձեր բարության, ձեր ջերմության համար, իսկ հիմա սիրելիներս, մի փոքր հյութիս կփորձեմ, շատ համեղ է, շատ, քաղցր չի, թթվաշ, համեղ հյութ է ստացվել, այս տարի ավելի շատ եմ պատրաստելու, որովհետև գերադասում եմ, տնական մեր ձեռքով պատրաստած կամպոտները խմեն, չեմ լիմոնադները, որոնք գազով են, առողջությանը շատ վնաս է, չգիտենք ինչից են պատրաստում, մանավանդ կոլաները, որ շատ են սիրում բոլոր երեխաները կոլաներ խմելու, այսքանը սիրելիներս, հիմա չեմ ասում ձեզ ստեյսյուն, ասում եմ առաժմս, կհանդիպենք, այո, ճիշտ նկատեցիք, սիրելիներս, այսօր պատրաստելու եմ կարտոֆիլ, մինչ պատրաստելը կարտոֆիլները պետք է լավ լվանամ, հիմա թասը կլվանամ, հետո կարտոֆիլները կսկսեմ լվանալ, որովհետև շատ փոշոտ և կեղտոտ կարտոֆիլ է, պետք է լավ սպիրալով լվանամ, տեսնում եք ինչքան փոշոտ կարտոֆիլ է, և կեղտոտ, պետք է լավ լվանամ, որովհետև հողի հետ կարտոֆիլը գործ ունի, իսկ հողի հետ արդեն վտանգ է, պետք է լավ լվանանք, որ բակտերիաներ չմնան, սպիրալով եմ լավ լվանում, գնել է որդիս 3, սիրելիներս, պարկով, 25 կիլանոց պարկ միանգամից վերցրել է, բավականի ժամանակ, մեզ բավական է, որովհետև եթե խանութից ենք գնում, շատ թանկ է, 60 ռուբլի համարյա, իսկ մեշկով, պարկով, 30 ռուբլով վերցրեց, շատ հարմար գին էր, իսկ հիմա անցնենք, թե ինչ եմ պատրաստելու, այսօր պատրաստելու եմ սիրելիներս, ամենապարզ, մատչելի և համեղ ուտեստ, խաշած կարտոֆիլը կեղևներից մաքրած, տրորած, սոխ առածի մեջ,
Մեր տատիկները, մայրիկները շատ են պատրաստել, սիրելիներս, այդ ուտեստը։ Որոշեցի այսօր ես էլ պատրաստեմ, մեր հյուրը ինչ պատրաստելու է, շատ համահունչ, կերակուր է կարտոֆիլը այդ պատրաստած ուտեստի հետ։ Հիմա կադրից դուրս լավ լվանամ, նոր կհանդիպենք։ Լվացած կարտոֆիլների վրա լցրել եմ սառը ջուր, գազօջախը միացրել եմ, կծածկեմ կափարիչով և կթողնեմ միջին կրակով, որ լավ եփվի։ Կարտոշկան արդեն եփված է ու սառած։ Եռալու ընթացքում ես աղ եմ ավելացրել, որ համեղ լինի։ Հիմա կարտոշկաների վրա կեղևը կմաքրեմ, հետո նոր սոխառածը կպատրաստեմ։ Կեղևները մաքրում եմ և հիշում եմ, թե սկիսուր մայրիկս ոնց էր պատրաստում, շատ համեղ էր պատրաստում, թե չոր կանաչիներով, թե թարմը։ Այնպիսի մի անուշ բուրմունք էր տարածվում խոհանոցում, էլ ասելու չի։ Այն ժամանակվա պատրաստված ճաշերից, ապուրներից, շորվաներից, կարտոֆիլից շատ անուշ բուրմունք էր գալիս։ Հիմա ինչքան էլ ուզում ես պատրաստի, մեր էն ժամանակվա համու հոտը չկա։ Ճիշտ է, համեղ է ստացվում, բայց էն անուշ ճաշերը չեն։ Համու հոտը այն ժամանակվա ուրիշ էր ճաշերի։ Ես այս կարտոֆիլի տապակելու ձևը սովորել եմ կիսուր մայրիկիցս։ Մանավանդ մի քիչ էլ կոշտեր էր թողնում։ Մինչև հիմա ինչքան պատրաստում եմ, որդիս ասում եմ, որ տատի պատրաստածը ուրիշ է, մամա, ավելի համեղ է ստացվում։ Մինչև հիմա ասում է համը բերանումս է, այո, շատ համեղ էր պատրաստում, համաձայն եմ սիրելիներս։ Նույն ձևի եմ պատրաստում, բայց կիսուր մայրիկի պատրաստածը ավելի համեղ էր։ Հիմա բոլոր կարտոֆիլները կեղևներից մաքրեմ, հետո կհանդիպենք արդեն սոխառածը պատրաստելու ժամանակ։ Ովքեր կան մեր ծնողներից, իրենց առողջությունն եմ ցանկանում, ովքեր էլ չէ, թող հոգիները լույսերի մեջ մնա։ Տապակի մեջ լցրել եմ յուղ, յուղի վրա ավելացրել եմ բուսայուղ։ Մինչ մարմանդ կրակի վրա բուսայուղը յուղի հետ կտաքանա, ես կմանրացնեմ սոխ։ Վերցրել եմ 3 միջին չափսի սոխ, միջին չափսի էլ մանրացնում եմ։ Հիմա ցույց եմ տալի, թե մեր մեծերը ոնց էին կտրում, առանց տախտակի, այսպես երկար ձեռքի մեջ։ Տախտակ չէին օգտագործում, ոչ ոք էլ համարյա չէր օգտագործում։ Հիմա այս նորից մանրացնեմ երկար կտրտած սոխը, որ հավասարաչափ լինի, բոլոր սոխերը մի չափսի լինեն մանրացրած։ Հիմա ցույց եմ տալի երկրորդ տարբերակը։ Ձեռքի մեջ սոխը այսպես պահում էին, ուղիղ խաչի նման կտրտում և այտենց կտրտում, լցնում հենց միանգամից կաթսայի մեջ։ Ով էր տախտակ օգտագործում, ոչ ոք։ Հիմա մենք ենք արդեն սկսել տախտակ օգտագործել, սոխը, կարտոֆիլը մանրացնել տախտակի վրա։ Հիմա մանրացնեմ, վերջացնեմ, ընթացքում արդեն տաքացած կլինի թե յուղը, թե բուսայուղը։
մանրացրեցի, վերջացրեցի։ Բուսայուղն ու յուղն էլ լավ արդեն տաքացել են, ավելացնեմ սոխը։ Սոխը կխառնեմ և կափարիչով բերանը չեմ ծածկի տապակի, որպեսզի սոխը կարմրի, տապակվի, ոչ թե խաշվի։ Մինչ սոխը տապակվի, ես արդեն կարտոֆիլները կտրորեմ։ Շատ չեմ տրորելու, որ դառնա պուրե, այլ կոշտեր եմ թողնելու, ինչպես սկիսուր մայրիկս էր պատրաստում։ Տրորեցի, վերջացրեցի կարտոֆիլը, մի փոքր էլ կոշտեր թողեցի։ Հիմա սոխն էլ կխառնեմ, թող կարմրին, հետո կավելացնեմ մնացած համեմունքները։ Սոխը լավ տապակվել է, դարձել է թափանցիկ։ Կավելացնեմ սոխին կարմիր պղպեղ, 1 ճաշի գդալ քաղցր է ինձ մոտ, և չորացրած ռեհան ծիտրոնով շատ համեղ է ստացվում տապակած կարտոֆիլը։ Նորից կխառնեմ լավ, կավելացնեմ արդեն խաշած, տրորած կարտոֆիլները։ Կարտոֆիլը լցնելուց հետո մի լավ կխառնեմ, որ սոխառազն ու կարտոֆիլը իրար հետ խառնվեն, կավելացնեմ նաև աղ։ Պատրաստեցի, վերջացրեցի, պարզ հասարակ սոխառածով, կարմիր պղպեղով, չոր կանաչիներով, կարտոֆիլը տապակած, ստացվեց շատ համեղ։ Մինչ պատրաստեցի, հյուրերը եկան։ Էստեղ էլ առանց սոխի եմ պատրաստել կարտոֆիլից պուրե երեխաների համար, դե հիմա դիմավորեմ հյուրերին։ Սիրելիներս, հյուրերը եկել են, կոֆեն խմել ենք, իսկ հիմա արդեն պատրաստման եղանակն է սկսել, թե ինչ եմ պատրաստում, հիմա կիմանանք։ Հյուրերից մեկն էլ Ալյոնան է, դուք լավ ճանաչում եք Ալյոնային, մի երկու անգամ հոլովակում տեսել եք։ Какая капуста шикарная. Ого, сколько. Что, подружилась, да? Будем дружить. Морковка подружилась с капустой. И перец. Приехал к нам профессионал. Специально делать капусту шикарную. Девочка у нас делает капусту. Будем, когда будет готово? Через завтра? Завтра утром можно уже кушать. Мама у нас в процессе тоже помогает. Полы моет. Вот. Вот так вот красота. А девчулька у нас делает капусту. Семья работаем. Да. Семья вся работает полностью.
Այստեղ մեր ռուս ընկերուհին արդեն կորեական քերիչով անցկացրել է գյազարը եւ կաղամբը, իսկ հարցս լվանում է կարմիր պղպեղը արդեն դանակով երկար կկտրտեն։ Այստեղ էլ արդեն թթվի ջուրն է պատրաստվում լավրորի լիստով, համեմի սերմով, սխտոր պետք է վերջում գցեն, դափնուտերև, մի խոսքով ռասոլն է պատրաստում։ Հետևենք, տեսնենք, ինչպես է պատրաստում։ Потому что приехала девочка, вызвали специально сделать капусту. Мальчики ждут, отдыхают, тоже ждут капусту. Вот так вот. Сейчас будем ужинать. Так что всем приходите, смотрите, какая будет. Потом покажем, какая у нас капуста получилась. Вкусная. Рецепт мама напишет вам. Да. Можно заходить как и армянский вариант капусту кушать, так и русский вариант. Так что приходите, смотрите. Тщательно мешать. Тщательно мешаем, да? Да. Перец, морковку и капусту. По желанию можно добавить и лук, кто любит. Или синий, такой репчатый. Ну, Но мы не Это- любим. это на любителя. Мгм. И все. Сейчас кидай на дно эту лаврушку. Сколько штук? Ну так, 3-4. Такая у нас красота получилась. Сейчас будем мы делать эту капусточку туда. Закладываем. Ух ты. Красота. Здесь на 5 семей хватит, наверное, капусты. Нам на 5 До лета. Нам на 5 дней. Ничего себе. У меня кажется, стало очень много есть капусты. Вот так вот мы складываем капусту. Не поместилось. Они мне говорят, что такую большую взяла? О, правильно. Сколько здесь литров? Литров, не знаю, Ален, может 15, может ты. 20. Нет, не этот знаю. контейнер очень хороший. Не знаю, сколько литров. Вот такая у нас. 15 литров? Может и побольше. Ого. Красота и вкуснота у нас получилась. Сейчас еще зальем маринадом. И вообще будет бомба рецепт. Да, сейчас ждем. Ждем мы, что у нас получилось. Сейчас мы ждем, что будет заливать. Показываю вам. Здесь оставить? Да. Да, мы здесь смотрим. Сейчас, горячая. Сейчас я вам дам. Такая вот капусточка получилась. Красивая. Так, по кругу заливаем. По кругу? Да. Заливаем мы капусту. Все, вот так. А уксуса сколько? Уксуса 300 грамм. Сейчас. Угу. 300 грамм. Чесночок. Чеснок мы в конце, чтобы он не... Так. Вот такая у нас капуста. Сейчас мы последние штрихи. Тяжесть. Тяжесть прикладываем. Угу. И вот такой суп. Ух ты! Вообще огонь. Ну все, девочка у нас закончила. Такую красоту. Класс. Սա էլ կաղամբի բաղադրատոմսն է։ Սիրելիներս հյուրերին ճանապարհեցինք արդեն, անցել է 3 ժամ, հիմա ուզում եմ ցույց տալ, թե մեր թթուն ինչ տեսք ունի։ Տեսեք, մոտիկ բերեմ տեսախցիկը, տեսնում եք գեղեցիկ գույնով, արդեն իրենից հյութը բավականին դուրս է տվել, համ ու հոտով թթու է, հիմա ապսեմ բերեմ, տանենք փորձենք, պետք է դրսում մնա թթուն։ Սիրելիներս, ահա պատրաստ է կաղամբով, պղպեղով, գյազարով, համեմունքներով հարուստ մեր կաղամբի թթուն։ Ինչպես ռուսներն են ասում, կվաշնի կապուստան։ Սիրելիներս, դեռ չի հասունացել,
Պետք է մի օր մնա, հաջորդ օրը նոր ավելի համեղ է դառնում։ Հիմա մի փոքր կփորձեմ ձեզ համար, բայց ասեմ, որ արդեն իրեն հյութը դուրս է տվել։ Ցանկացողներին կարող եմ գրել բաղադրատոմսը։ Ստացվել է։ Տեսնում եք, հյութը դուրս է տվել։ Ստացվել է խրխրթան, անչափ համեղ թթու, սիրելիներս, անչափ համեղ։ Ես երբևիցե այսպիսի համեղ կվաշնի կապուստա չեմ կերել, շատ համեղ է։ Նորից եմ ասում, ցանկացողներին կարող եմ հերթականությամբ թողնել գրառման բաժնում բաղադրատոմսը։ Այսքանով, սիրելիներս, այս համեղ հոլովակն եմ ավարտում։ Ձեզ ասելով մնացեք ուրախ և առողջ։ Ցտեսություն, մինչ նոր համեղ հոլովակներ։ Ձեզ հետ է ձեր սիրելի տիկին Մարինեն։